Երկու ամսով կալանավորվել է հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, նրան կտեղափոխեն Արմավիր քրեակատարողական հիմնարկ, դատական նիստից հետո հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը, Չալաբյանին կկարողանան տեսակցել միայն փաստաբանները։ Որոշմանը չեմ ծանոթացել, այնուամենայնիվ ներկայացված միջնորդությունը իր հիմնավորումներով բավարար չէին կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Մեղադրանքի մանրամասներին նույնպես չի կարողանում անդրադառնալ փաստաբանը, քանի որ նրա խոսքով քննչական կոմիտեն չի ներկայացրել այն մանրամասները, որոնց իրեն կցանկանային հրապարակային անդրադառնալ, հետևաբար դրանց մասին խոսելը կլինի նախաքննական գաղտնիքի խախտում։ Մի ստիպեք, որպեսզի պաշտպանները գործի փաստական հանգամանքներից ասեն բաներ, որոնց հետևանքները հենց նույն պաշտպանների համար են ոչ ցանկալի լինելու։ Քննչական կոմիտեն բավարար չափով չհրապարակեց եւ չհանրայնացրեց այն փաստական հանգամանքները, որոնց մենք կուզենայինք անդրադառնայինք, դրա համար հետագա փուլերում, երբ որ արդեն կլինի բաց դատավարություն խոսքը դատական փուլի մասին է, բոլորը կհամոզվեն, որ այս Ավետիք Չալաբյանի նկատմամբ հերթական շինցուքերական գործներ եւ մեղադրանքներ, որը փլվելու է դատան։ Ծանր օրեր ենք ապրում։ Առավոտյան տնից են ձերբակալել հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին։ Վաղ առավոտյան 7-ի մոտակայքում, երբ տան անդամները, այդ թվում երեխաները քնած են եղել, ոստիկանության ու քննչական կոմիտեի 7 աշխատակիցներ մտել են տուն։ Եվ դրա հետ կապված Մանրամասները դատարանի բակում լրագրողներին պատմել է Չալաբյանի կինը։ Ամբողջ տունը խզարկելուց հետո ասացին, որ ոչինչ չեն գտել, Ավետիքի հեռախոսը արգրավեցին, հետո հանեցին ձերբակալության թուղթը, ասացին մենք էլ նաև եկել ենք ձեզ ձերբակալել։ Անահիտ Ադամյանի կարծիքով իշխանություններն ազատազրկելով ակտիվ քաղաքական գործիչներին փորձում են իրենց ցանկալի արդյունքները ստանալ, հատկապես սահմանադրական դատարանից, որտեղ այսօր փաթ քննվելու են ընտրության արդյունքների վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումները։ Ես կարծում եմ հիմա, քանի որ ընտրության արդյունքները հարցականի տակ են դրվում եւ ընտրության մասնակիցների կողմից ընդդիմության բոլոր թևերի եւ մեծ կասկածներ կան նաեւ դիտորդների կողմից, իրենք փորձում են բոլոր ակտիվ մասնակիցներին այդ process-ի հնարավորին չափ լրացնել։ Նույն կարծիքին են Չալաբյանի քաղաքական թիմակիցները, հետընտրական process-ների հետևանք են հանկարծակի ու անհիմն կալանավորումները, պնդում են հայաքվե միավորման անդամները։ Մենք բազմաթիվ քրեական հետապնդումներ, քաղաքական իրականում քաղաքական բովանդակությամբ քրեական հետապնդումների բազմաթիվ դեպքեր ենք տեսնում, որտեղ երբ որ փաստերը դու իրար հետ ես դնում, համադրում ես, փորձում ես այնտեղ ինչ-որ մի հատ լուրջ բան գտնել, այնտեղ հանցակազմի ինչ-որ բան գտնել, տեսնում ես, որ չկա այդպիսի բան, պարզապես քանի որ երկիրը հստակ կերպով շարժվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն, իրավիճակը նմանվում է ստալինյան ժամանակաշրջանի։ Ավետիք Չալաբյանի համար անսպասելի չի եղել ոստիկանների ժամանումը, վստահեցնում է նրա թիմակից Դավիթ Սարգսյանը։ Իրենք ընտրություններից հետո անգամ քննարկել են այդ հավանական սցենարը։ Ակնհայտ էր, որ վարչախումբը ամեն կերպ փորձելով վերարտադրվել, մանդատներ գողանալով, պետք է փորձի գլխատել ընդդիմության հիմնական շարքերը։ Սարգսյանը նույնպես ընդգծում է, որ 2 օրից սահմանադրական դատարանը քննելու է 7 քաղաքական ուժերի դիմումները ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Սա մեծ դեր է խաղում նրա համոզմամբ ընդդիմադիրների դեմ սկսված իրավական արշավի գործում։ Հայաքվեն ավելի քան 220 վստահված անձուներ ուժեղ Հայաստան դաշինքի շրջանակում, որ վերահասկում էր ընտրությունների արդյունքը, ձայների հաշվարկի գործընթացը, այսինքն ամեն ինչ արեց, որ քաղաքացու քվեին տեր կանգնեն։ Քննչական կոմիտեն Չալաբյանի մեղադրում է քաղաքացիների քվեի վրա ազդելու համար, իրավական ձևակերպմամբ նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար։ Իբրև թե Չալաբյանը մայիսին մեկնել է այլ երկիր, այնտեղ պայմանավորվել պաշտոնյաների հետ, որ նրանք իրենց պետությունում գործող տնտեսվարողների միջոցով ստիպեն ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիներին գալ Հայաստան ու քվեարկել ուժեղ Հայաստանի օգտին։ Դրա վերաբերյալ ավելի վաղ ձայնագրություն էր տարածվել իբրև թե Չալաբյանի ու ռուս պաշտոնյաների զրույցից։ Ըստ քննչական կոմիտեի փորձաքննությամբ ապացուցվել է, որ ձայնը Չալաբյանինն է։
Այդ ձայնագրությունը քննչական կոմիտե է ուղարկել անկախ դիտորդը քրեա իրավական գնահատական ստանալու համար։ Հայաստանի ընտրությունների Ռուսաստանի միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ, այսօր հայտարարել է այդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Ես թվում է ինքը ԿՊ-ի վստահված անձն է։ Ծայրից ծայր սուտ է որակել Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը, փաստական տվյալների վերաբերյալ նրա քաղաքական թիմակիցները մեկնաբանություններ չեն տալիս, բայց վստահեցնում են ակնհայտ կեղծ տվյալներ կան մեղադրանքում։ Փաստական անճշտություններ կան, քանի որ մենք գործընկերներ ենք եւ ամեն օր ինֆորմացիա փոխանակվում ենք, նույնիսկ մենք ենք արձանագրել, որ շատ փնթի կազմված մեղադրական եզրակացություն է։ Կարուձևով է զբաղված իշխանությունն է, այսքանն է կարողանում ասել Մենուա Սողոմոնյանը մեղադրանքի մանրամասների վերաբերյալ։ Կարել է, այսպես ոչինչից ինչ-որ մի բան ստեղծելը, հա, այդպես շինծու գործեր հարուցելը, այս մոնտաժված, ապօրինի գաղտնալսված, այս ոճը մենք տեսնում ենք, մենք այս տարիների ընթացքում տեսնում ենք։ Չալաբյանի տրամադրությունը լավ է, նա պատրաստ է ցանկացած սցենարի, Հայլուրի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Լիլիթ Սարգսյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։